դա հետաքրքիր է։ Այո, այդտեղից սկսավ իմ հիմնական Կոզանյանի պատմությունը։ Գայանեն առաջին անգամ է որևէ նկարահանման հրապարակում։ Կա երբ որ գործ ես անում, պետք է գործը հասկանաս։ Ու դուք գնացիք սկսեցիք մսի խանութում աշխատել։ Այո։ Էտում գաղափարներ, որը ասեմ, որ հրաշք գաղափար է։ Արդեն բացվեց հայրիկը եւ անցանք import-export բիզնեսի։ Իրանք մեր հացի աղբյուրն են։ Իրանք են, որ մենք կանք։ Ասի դե սով ճանանցի գործի։ Դու չհուսահատվես։ Ձեր մի տղան ամուսնացած է, մյուսը ոչ։ Այո։ Աղջիկներ։ Երկու կին իրար հետ նոր աշխատողներն էին վիճում էին, ես հետ կայնակ բորում էի գոհար։ Մարդ կա երկաթի ձեռ ունի, մարդու աշխատացնումը։ Ես սրտով եմ աշխատացնում։ Դե երևի դա ամենամեծ պատիժն է մարդու համար, երբ ինքը գործ չունի այլևս։ Իմ վրա խոսակցություն եկել է, որ ինքը ղեկավար չի, մարդ չկարծի, որ ես խստությունը չգիտեմ, ուղղակի չեմ ուզում։ Մեկը որ ուտում ասում է, որտեղից ես, ասում է Կոզանյանի միսն է։ Ինչն է, որ ես այդ միսը ուտեմ ու կասեմ, այս Կոզանյանի միսն է։ Ձեռքերը ինչ կպնի, համով է դուրս գալի։ Աշխատողները հանկարծ չլինեն, դուք բոլորի փոխարեն կարող եք աշխատել։ Ես եւ տղաները, այո, ամենաթանկ եւ էժան բառը thank you-ն է։ Ողջույն հարգելի ընկերներ, ես գտնվում եմ Menyu.am-ի նոր, թարմացված եւ շատ գեղեցիկ տաղավարում, իսկ դա նշանակում է, որ այսօր մեկնարկում է երկրորդ եթերաշրջանը։ Ես Մերի Մակարյանն եմ։ Այսօր ունենալու եմ հյուր, որի հետ ունենալու եմ շատ գեղեցիկ զրույց, լի հետաքրքիր պատմություններով, վերելքներով եւ վայրեջքներով։ Այսօր իր կյանքի, իր ստեղծած, հիմնած բիզնեսի մասին ինձ հետ կզրուցի Գայանե Մութաֆյանը։ Գայանեն ներկայացնում է Կոզանյաններ Meat Market-ը եւ ելի մի շարք բիզնեսներ, որոնց մասին էլ կզրուցենք այսօր։ Ողջույն Գայանե ջան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ ենք, մերսի դուք։ Շատ գեղեցիկ եք։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք համաձայնեցիք ինձ մոտ գալ։ Իդեպ պիտի ասեմ, որ Գայանեն առաջին անգամ է որևէ նկարահանման հրապարակում։ Գայանե, ես ասացի, որ դուք ներկայացնում եք Կոզանյաններ մարքեթը, շատ գեղեցիկ, մի քանի բիզնեսներ եւ այլն, ձեզ համայնքում ճանաչում են, բայց այդ ամենը ունի շատ գեղեցիկ, շատ դժվար կյանքի ճանապարհ, անցած ուղի, որն էլ ուզում եմ, որպեսզի դուք պատմեք մեզ այսօր։ Ծնվել եք Հայաստանում։ Այո։ Եկել ենք Ամերիկա 2.5 տարեկան էի, երևի 1977 թվին։ Ահա։ Ընտանիքում քանի երեխա եք։ Քույրիկս ծնվավ ամիջապես մի քանի ամիս հետո, երբ որ մենք հասանք, երևի ես մամաս պապաս, քույրիկս մամաս անշուշտ հղիեր են վաղ, հասանք երևի մի քանի ամիս հետո քույրիկս ծնվավ, Այսինքն ինքը քաղաքացի դարձավ։ Այո, ինքը քաղաքացի դարձավ, ու այդպես մեր կյանքը սկսավ Ամերիկայում եւ ինչ հիշողություն ունեմ, շատ հետաքրքիր ճանապարհներով հասանք այսօր։ Ինչպիսի ճանապարհներով հասակ եւ ինչու եկաք Ամերիկա։ Ամերիկա եկանք ոնց որ բոլորը, այն վաղտ հայերը մեծ մասամբ 75 թվից 80 այդ տարիներում հելնում էին, ինչ որ որոշումներով իմ ընտանիքս որոշել էր, որ պիտի գա Ամերիկա։ Մորքուրս էր առաջինը եկել եւ հրավիրել էր բոլորին։ Երբ որ գիտեմ իմ հիշողությանս մեջ մենք որ լսում ենք հայ եկենք անենք ուրախանում, իմ այդ բանն է իմ մեջ շատ տպավորվա այն վաղտ այդ վաղտը, որ շատ դժվար էր, լեզու չգիտեին, այսպես հայություն չկար, ինչ որ հայ կար, իրար շատ մոտիկ էին։ Բայց կար ջերմություն, ահավոր ջերմություն, սեր, հարգանք, իրար օգնելու այդ ամեն փորձում էին իրար, այո, բոլորս ոնց որ այդ ժամանակաշրջանի եկած հայերը բոլորը իրար ճանաչում են, որով ոնց էր ասում եմ հիմա մենք Կոզանյանը մի մարդու նման էր շարժում, այն վաղտ է, բոլորս մեկը մյուսին օգնում էր, որ լսում էի ես հիշողությանս մեջ կա, որ մեկը գալիս էր Հայաստան, պապաս չեր է ճանաչում մամաս, վազելով գնում էին, որ դիմավոր են, տեղավոր են, որ մի հատ նոր հայ է գալի մեր մոտ։ Ու դա շատ հաճելի բան էր, այդ հայասերությունը այդտեղից սկսավ։ Այդ օրերը մամայի բոլոր հայերը այդ վայրին շատ դժվար ճանապարհ են հասել։ Հիմիկվա նման չի, որ գալիս ես քեզի տուն են օգնում կամ օգնությունը կա, լեզու չէին իմանում։
Այդ դժվարությունների հետ մեկտեղ դուք տեղավորվեցիք Ալեկ Փիլիպոս հայկական վարժարանում սովորելու, բայց այդտեղ նաև ձեր մայրիկի լուման կա։ Իմ մայրս ես գնում էի elementary դպրոց, որ ոչ մի հայ չկար։ Սա լինում է 79 թվին երևի։ Մամաս գնում Ալեքս Փիլիպոս, մենք անշուշտ գումար չունեինք։ Մաման լինում այդ ժամանակ երևի 23 տարեկան, պապաս 26-27 տարեկան։ Խնդրում ասում է, գիտեք, Գայանեիս ընդեղ նեղում են, լեզու չգիտի, ինչ կլինի։ Կընդունեք ձեր վարժարանը, այն վաղ պարոն Հակոբյանն է եղել, Հակոբ Հակոբյանն է տնօրեն եղել։ Մտածել են, ասել է, ինչ կարեք, ուզում եք կամ ինչ գործ ինձի տակ ես կանեմ, մենակ երեխան գա այս վարժարանը։ Ինչ որ իրանք ժողով են արել, թե ինչ պայմաններով ինձի ընդունեցին անվճար։ Ու ես Ալեքս Փիլիպոս ահագին տարիներ, երկար տարիներ անվճար սովորել եմ, բայց մաման ձեր փոխարեն աշխատում էր փաստորեն։ Մաման աշխատում էր, ամեն մարդ իր մորքուրս տանում բերում էր, ամեն մարդ իր օգնությունը տալիս էր, որ ես կարողանամ մնամ հայկական վար, բայց դպրոցը ինքը այդ առաջարկը, որ մաման արել էր, ուրախ եմ եւ շատ հպարտ, որ ընդունեց։ Գանե, այնուհետև դպրոցից հետո ինչ եք անում, ինչ մասնագիտություն եք փնտրում, որպեսզի սովորեք, կողմնորոշեք։ Ավարտելուց հետո ամիջապես ամուսնուս ծանոթացա, ավարտելուց հետո, ինչպես մեր հայկական ադանթը, այդ ժամանակ 18 տարեկանում ամուսնացա։ Շատ երկար չէ, 19-20 տարեկանում արդեն առաջի զավակս ունեցա, բայց աշխատում էի գրասենյակում, մամայիս հետ գրասենյակ ունեինք։ Ու ես մամայի հետ աշխատում էի, միշտ մամայիս հետ էի։ Ինչ գրասենյակ էր։ Այնտեղ իրավաբանական գրասենյակ էր, անում էինք տարբեր disability գործեր։ Մաման համ աշխատում էր փաստաբանների գրասենյակ, որ property management էին անում։ Հայրս արդեն միջայլոց ասեմ, մինչև 10-րդ դասարան, դրանից հետո մամայինքս այնքան բիզնեսներ ունեցան, որ ոտիկ այնանք մենք 10-րդ դասարանում ծնողքս սկսավ հովանավորել Ալեքս Փիլիպոսի որոշ դա հետաքրքիր է։ Այո, այդտեղ մաման պապան այնքան աշխատացին, որ երբ որ ես արդեն հասա 10-րդ դասարան, արդեն ոնց որ մենք փոխհատուցեցինք այդ լավությունը 10 տարի անց։ 10 տարի անց։ Ձեր ծնողները սկսեցին հովանավորել։ Բաներ կար, իրանք սկսեցին բաներ, ներդրումներ, դպրոցը ոնց որ շնորհակալությունը մեր, որ ես չընկա օտար դպրոց։ Չնայած շատ հայեր կային, որ ուրիշ դպրոցներ էին այդում, Հայլուբեթ հայը կար, Լքանտը կար, բայց ինչ որ ճիշտ իմ ծնողքս ցանկացել էր, որ ես այդամ հայկական վարժարան։ Ու ես 10-րդ դասարանում այնքան աշխատասիրությամբ մամայինքս եկան են դիրքի, որ պապաս իր գործարանները ուներ արդեն, մաման ռեստորան ուներ պապան։ Մամաս երկու գործ ուներ, մեկը իրավաբանների հետ property management էին անում, ու երկրորդը disability գործ բացեց փոքր գրասենյակում։ So ես միշտ աշխատել եմ կամ մամայի հետ կամ պապայի հետ։ Օգնել եք։ Այո։ Այնուհետև ինչպես ստացվեց ձեր մուտքը դեպի այս աշխարհ։ Դժբախտաբար իմ պապաս շատ շուտ մահացավ։ Քանի տարեկան էր։ 52։ Որ ասեմ ինձանից փոքր էր։ Մաման էլ այդ ժամանակ երևի 48-49 տարեկան էր։ Ընթացքում հանդիպեց Սողոմոնին, ու եւ ինքը Կոզանյանի հիմնադիրն էր։ Սողոմոն Կոզանյան, որի ազգանունով էլ փաստորեն կոչվել են խանութները։ Այս խանութը, Meat Market-ը։ Ու ինքը անհանգիստ էր, պետք է թար մի քանի ամսով ուրիշ երկիր բուժման, ինձ խնդրեց, որ արի կայանը ինչ կեղնի մամայի հետ պիտի այդամ, արի տեր կայնի խանութը ղեկավարի միջև այդամ կամ անշուշտ պիտի համաձայնվեի, առողջական խնդիր էր, so առաջի օրվա կեսը գնում էի մեր գրասենյակը, երկրորդ կեսը գալիս էի Կոզանյան, որ աշխատեմ։ Մի րոպե, Կոզանյանը ի սկզբանե եղել է մսի խանութ։ Մսի խանութ, այո։ Որտեղ միայն վաճառվել է միս։ Միս, այո, միայն միս։ Ու դուք գնացիք սկսեցիք մսի խանութում աշխատել։ Այո։ Պատկերացնում եք ես գրասենյակից անցանք այնտեղ, բայց ես շատ ուրախ էի, որով օգնում էի։ Հետո ինքը որ վերադարձավ, տեսա որ բիզնեսը
աճել է բիզնեսը Որքան ժամանակ անց վերադարձավ։ 1.5 ամիս։ 1.5 ամսում դուք կարողացաք բիզնեսը աճացնել։ Այո, սա տեսա որ լավ է, ասեց որ ինչ կլինի, արի կեսը իմ հետ աշխատի, ժամը 12-ից հետո դու արի, մինչև 9-ից 12-ը ես կգամ, ինձից հենց օգնի էլի։ Բայց ինչ էիք անում, ձեր գործառույթը ո՞րն էր։ Հաշվապահությունը, պատվերները, մտնում էի մսի բաժինը, պետքա երբ որ գործ ես անում, պետքա գործը հասկանաս։ Մտնում էի միսի բաժինը, սովորում էի միսի կտրելու ձևը, ինչ միսը որտեղից է բանանում, որտեղից է ելնում, ինչ կամ ինչպես վաճառես, մտա կասա սովորա, կյանքումս կասայի վրա չէի աշխատել, ապրանքները ռուսական ապրանքներ էին, լավա հայրեն կարդում էի, իշնորհով կարում էի հայրենը կարդայի, ռուսականը չէ, սո ստիպված փորձում էի ռուսերենը սովորեի, որ կարանայի ապրանքները հասկանայի, ու այդ ձևի ես չեմ անում ինչպես ինձ եղա full time աշխատող։ Տարի հետո Սողոմոնը ասեց, որ Գայանե ջան, կարաս ժամը 11-ից 10-ից գաս, ինչու՞ չէ, ասում էի, տեսնում էի անհանգիստ է, ասում էի ինչու՞ չէ։ Բայց դուք վճարվում էիք բնականաբար այդ աշխատանքը։ Սկիզբից ոչ, առաջի տարին ոչ, ուղղակի ինչպես ասած հորդ օգնում ես։ Հետո COVID-ը որ եղավ, ես շատ վախեցա, որ ինքը գա գործի, ինչպես բոլորը, ինքը մնաց տունը մամայի հետ, ես ոնց որ լրիվ take over արեցի, որ ինքը հանգարց չհելնի տունից դուրս ու չհիվանդանա։ Այդտեղից սկսավ իմ հիմնական Կոզանյանի պատմությունը։ COVID-ը երևի այդ դուռը բացեց։ COVID-ի միջալոց շատ դռներ եւ բացել է եւ փակել է։ Հիմա ձեր դեպքում սա կարծում եմ լավ դուռ է եղել եւ նաեւ Կոզանյան մարքեթում 30 տարվա շունչը կա։ Այո։ Եվ դուք բացատրում եք դա այնպես, որ եթե օրինակ ես 30 տարի առաջ տատիկիս հետ մտել եմ այդ մարքեթ, տեսել եմ, որ այս դարակը այստեղ է, մսավաճառը նույնն է, հիմա նորից նույն պատկերը կարող եմ տեսնել։ Նույն պատկերը։ Էդում գաղափարներ, որ ասեմ, որ հրաշք գաղափար է։ Երևի տղաներիս, ինչպես ասում են, if it's not broken, don't fix it։ Ասած, եթե ջարդված չի, ինչի պետքա սարքվի։ Դրա համար մենք երբեք չենք advertise արել, չենք social media-ի դիմել, որովհետև quality լավ ապրանք ենք տալի, հարմար արժեքով եւ մեկը որ ուտում ասում այս որտեղից ես, ասում Կոզանյանի միսն է, արդեն դա ինքը իրան գովազդ տարած։ So մենք փորձում ենք ամենալավագույնը տանք, որ ինքը իրա գովազդն է արդեն։ Ես այնքան չմնացի գրասենյակում, աշխատա միջապես ժողովրդի հետ, բոլորին ճանաչեցի եւ տատիկներին ու իրեն հետո տղաս համասարան ավարտելուց հետո ինքն էլ եկավ, ինքն էլ նույն ձևի կապվավ համ աշխատողների հետ, համ հաճախորդների հետ։ Երկրորդ տղաս, որ UCLA սովորավ, ընդեղից գնաց ավելի բարձրագույն UCLA-ից հետո համասարան սովորելու, մտածեցի, որ այդ տղաս էլ իրա կշարունակի իրա մասնագիտությունով։ Մի օր եկավ ասեց, մամ գնայի թակ, կարամ հետդ զրուցեմ, can we talk, ասի ինչու՞ չէ։ Մամ ասեց, I want to stay in the business, ես եմ մնամ աշխատեմ, նայեցի, ինչ ասես, ասի ինչու՞ չէ, տղաս, եթե պետք է, ինչու՞ չէ։ Ու փոքր տղաս էլ մասնակցեց իմ ու մեծ տղայիս հետ, ու այդ ձևի արդեն ես այլևս չէի աշխատում, ես արդեն անդադ տուն էի։ Նկատի ունեք, դա դարձել էր ձեր եթե ոչ առաջին, ապա երկրորդ տունը։ Երկրորդ տունը։ Քաղցած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Գարնի իսկ ամուսինը ուր է ամբողջ պատմության մեջ։ Ամուսինս իր բիզնեսներ ուներ, ինքը իր ինձ անշուշտ օգնում է մեզի, բայց դուրսից ապրանք երբ որ պետքում է, ինքը ուներ gas station, car wash, ուներ liquor store, ինքը իր բիզնեսները ուներ,
ու կողքից ինչ որ միջև այսօր օգնում է։ Բայց ֆիզիկապես ավելի տանն է օգնում եւ խանութներին դուրսից է օգնում։ Կա, բայց չկա։ Դա լավ է։ Շատ ավելի լավ է, որովհետեւ կարում ենք տան տղամարդն է, չէ, ինքը իրան չես կարա շատ հակաճառես։ Գոնե մամայի հետ կարում են հակաճառեն, մամայի հետ կարում են, պապան որ ասեց, էլ խոս չկա, սո սենց լավ կոմպլիմենտ ենք անում մեկս մյուսին, առանց մտածելու, որ պապան կարողա չի ասի, կարում ենք, մաման տարբեր է, պապան տարբեր է։ Իսկ ձեր ամուսինը օրինակ չի բողոքում կամ չէր բողոքում, երբ որ դուք ուշ էիք տուն գալիս, երբ որ արդեն full անցակ այդ գործին։ Կոզանյաններում ոչ, հայրիկում ես զարմացած եմ, որ ինքը ինչքան համբերատար էր, որ ես երկար ժամեր էի աշխատում։ Գանե ձեր երեխաների մուտքը դեպի այդ բիզնես ինձ թվում է եւ առհասարակ ձեր աշխատողների նախ քանի աշխատող ունեք։ Մոտ 100-ից ավել։ Երկու ընդհանուր բիզնեսներում դուք ղեկավարում եք փաստորեն 100-ից ավել մարդու։ Ղեկավարել բառը կարծում եմ ցես համար չէ, դուք ընկերություն եք անում, դուք շփվում եք, դուք քույր եք, մայր եք, ընկերուհի եք աշխատողների հետ։ Ես դա զգացել եմ։ Այ ինչպես եք կարողանում այդ էներգիան կառավարել, տալ, շռայլել, որովհետև անընդհատ տալուց մարդ պիտի ստանա նաև։ Նայած էյուչապ ինչ տեսակ մարդ ես։ Ես սիրում եմ մարդու։ Ես այնքան համբերություն ունեմ, մեկ-մեկ զարմանում եմ ասված ինչքան է ինձ համբերություն տվել։ Ջղայնանալը շատ քիչ է լինում եւ երբ որ ջղայնանում եմ խնդում են։ Չեն հավատում։ Այնքան լավ է մեր շեֆն ասում, ես բան, որ ջղայնանում ասում են ինքն է սկսում գործանել, մենք իրան գնահատական ենք տալի։ Ես իրանց ղեկավարը չեմ, ես իրանց հետ ինձ հավասար եմ զգում, որովհետև իրանք այնքան սրտացավ են, ամեն մեկը յուրաքանչյուր, այնքան սրտացավ են աշխատում, որ ես չեմ, մեկը որ գնում է լաց է սա գալի։ Ես այնքան ինձի հարազատ ամեն մեկին, սկզարմանաս ոնց կլինի դա, կարող exaggerate եմ անում, բայց ոչ, որով ես քանի որ գրասենյակից ելնում եմ, մտնում եմ խոհանոց, մտնում եմ կասա աշխատողի հետ, երբ որ շարք եմ տեսնում, անցնում եմ կասա, ասում ձեզի օգնեմ, երբ որ տեսնում եմ սալատ եմ պատրաստում, աղջիկները արդեն հոգնած են, տեսնում եմ ոտի ենք այնը վազվազում դե լավ 2 րոպե դու նստի, էսի ես կանեմ կա հասցնեմ եւ նոր տարի վաղ եւ զավակներս էլ են նույն ձևի որովհետեւ ինչ որ տեսնում են դա էլ սովորում են որ ասում է երեխան տան հայելինա ես դա արդեն ընդունում եմ տղաներս էլ հավասար մտնում են երբ որ տեսնում իրանք անունով չեն կանչում մեր աշխատողներին հոպար են ասում Արտուր հոպար այդ մեծի հարգանքը չեն շատ կարևոր է չեն իրանց վերադասում աշխատողից ավելի եւ ես դրանից հպարտանում եմ շատ եմ լսել որ համա մի տենց արա դուք գիտեք ինչ ոչ ես չեմ ինձի կամ էլ վերադասում մենք մեր աշխատողներից իրանք մեր ընտանիքն են իրանք մեր հացի աղբյուրն են իրանք են որ մենք կանք իմ հետի աշխատողներն են, որ Կոզանյանը պահել են Կոզանյան, որ Կոզանյան family market-ը հիմա Կոզանյան family-ա, հայրիկի չի եղել, անունը դրել ենք, պատերը ներկել ենք ու հայրիկ ա եղել, ամեն անգամ մեր ավոն, մեր մենեջերը, ամեն զանգ ընդունելուց, ամեն հյուրին ճամփելուց, նա իր հարազատի նման, որով իր հարազատն եմ ես, Արմինեն կամ մեր մատուցողները նենց սրտացավ են մոտիկանում, որ դա մենակ կարաս անես քո հարազատիդ համար։ Գումարի, իրանք գումարի դեմ զգում եմ չեն աշխատում գումարի դեմ, իրանք աշխատում են այդ մեր մտերմության դեմ համար։ Եվ ես դրանով եմ հպարտանում, չեմ հպարտանում գումարով։ Գիտեք, ես կարծում եմ, որ յուրաքանչյուրս աշխատում է գումարի համար, որովհետև պետք է պահենք մեր տունը, այսպես ասած, հա, այդպիսի արտահայտություն կա։ Բայց երբ միջավայրը հաճելի է, երբ քեզ ընդունում են ընտանիքի անդամի պես,
Դա կրկն ասում են, չէ, արա այն գործը, որը սիրում ես։ Եթե միտեղ դու քեզ չես տեսնում, չես գտնում, օրինակ եթե ինչ-որ միտեղ ես գնում, անընդհատ ձեր ասած շեֆը նեղացնում է, մի տեսակ է նայում, չգիտեմ, վրան թարս է նայում կամ չգիտեմ, որևէ հարցով։ Իհարկե հաճելի չի, թողնում ու դուրս ես գալիս։ Այո, միշտ ցանկացած գումար։ Ամենալավ տեղը կա, ուրիշ տեղել կա։ Բայց եթե միջավայրը կանչում է, եթե շեֆը իրենց վերաբերվում է ուրիշ ձև, այ դա արդեն Իրանք էլ են գալի family, տուն են գալի, Կոզանյան family market են գալի։ Եվ դա ինձ ուրախություն է բերում։ Ամեն ինչ գումարով չի այս աշխարհում։ Ինչպես ասեցի, իմ papas շատ շուտ մահացավ, հետը ոչ մի բան չտարավ։ Այո, ես չէ որ պիտի ասեմ, որ մենք այս կյանքից ոչինչ չենք տանելու մեզ հետ։ Թողեց իր անունը։ Միայն անունը։ Թողեց իր անունը, իր բարեգործությունները, եւ ես papai մահանալուց հետո երևի 25 տարի, 26 տարի աղ դեռ ասում են Սուրիկի աղջիկը։ Գայանե, երկրորդ location-ի հետ կապված, ինչպես ստացվեց, որ երկրորդը դուք սկսեցիք տնօրինել։ Ամուսնուս մոտիկ ընկերը ասել էր կամ բիզնես պարտները ասել էր, որ Անդոն Կոզանյանը մտածում է ծախի խանութը։ Երկրորդ Կոզանյան էլ կար, որը կարծեմ թե Անդրանիկ եւ Արա Կոզանյաններին էր պատկանում։ Ահա։ Եվ խաբար եկա, որ մտածում է, որ ծախի եւ տղաներիս հետ խոսացի, ամուսնուս հետ, մամայիս հետ եւ բոլորը միանշանակ ասին մենք այո, պետքա աճենք եւ պետքա քանի որ սա նոստալգիկ փոքր Կոզանյանը մնացել է նույնը, մենք պետքա շարունակենք ավելի ժամանակակից եւ ավելի փոխենք ոճը մի քիչ եւ երկու շաբաթում այդ որոշումը որոշեցինք, այդպես մենք վերցրեցինք երկրորդ Կոզանյանը, որ կոչված Կոզանյան Family Market, որը ոչ միայն մսի խանութ է, այլև ինքը մեծ ունենք ամեն տեսականի ապրանք, բանջարեղենից, grocery-ից, խմորեղենից, նույն ընթացքում մասնաճյուղ ունի, որ մենք սալատներ ենք տալի դուրս, catering, food court ունենք։ Այ դա արդեն ուրիշ բիզնես է, լրիվ։ Արդեն դա ուրիշ բիզնես է, այո։ Ում եք տալիս աղցանները։ Մենք գործակցում ենք Jones մարքեթների հետ, գործակցում ենք ուրիշ տարբեր franchise մարքեթների հետ։ Խանութներ կան, որ ինձանից են քննում իրանց սալատները։ Միայն աղցաններ։ Չէ, տաք ճաշեր, խորովածի միսերը ռեստորաններ կան, որ մենք համեմունքները դնում ենք եւ իրանք գալիս մեզանից վերցնում են։ Ոնց որ ամի location-ից տարբեր բիզնեսներ դարձվում է։ Distribution ենք անում, լավաշի փուր ունենք, հացի փուր ունենք նույն ընթացքում, խմորեղեններ։ Դա արդեն ներողություն Family Market-ում է, որը գտնվում է Չևիչի։ Չևիս Vertigo-ի վրա։ Մենք փոքր Glendale Կոզանյանը մնացել է միս եւ լիկյոր ունենք, իսկ Կոզանյան Family Market-ը արդեն ինքը ընդլայնվել է։ Այո, շատ տարբեր մասնաճյուղեր։ Այդ տարիների այս 3-4 տարվա ընթացքում արդեն բացվեց հայրիկը եւ անցանք import-export բիզնեսի։ Էդ էլ ունի հետաքրքիր պատմություն։ Ես ասեմ սկիզբը, ասում է ընկերուհիս ասեց, չեմ ուզում այստեղ մնամ, թե գործերս լավ չեն, ես ուզում եմ գնամ։ Ասեցի ինչ էր անուն ընկերուհու։ Սոֆիա։ Ասեցի Սոֆիա, դու ինչ կարող ես անել։ Ասեց մամաս Վրաստանում է ապրում, կարամ այնտեղից ինչ բերեմ։ Լեմոնադներ, ապրանքներ, import-export-ի գործ կարամ անել։ Ասեց ես կանեմ, դու ոչ մի տեղ էլ չես գնում։ Ու այդպես սկսվեց ձեր բիզնեսը։ Սոֆին ինքը արել էր այդ գործը առաջ, որոշ պատճառներով չէր շարունակվել, հուսահատված էր, եւ ես իրան շատ լավ ընկերուհի եմ համարում եւ չկարծա տեսնեմ իրան հուսահատված, իրոք սիրտս չէր տանում։ Հետո տեղ կա որ կարաս մեկին գումար տաս կամ կարաս մեկին հետ օգնես, տարբերություն է։ Ես ընտրեցի որ իմ ընկերուհիս հետ ավելի մեծ քայլ անեմ, ասեցի կարաս ընդեղից ապրանքներ բերես, ասեց այո, ինչ կարաս բերես, ասեց պանիր, լեմոնադ, ասի դե գնացինք։ Ինչ պանիր։ Վրացական պանիրներ։ Ասի դե Սոֆ ջան, անցի գործի։ Դու չհուսահատվես։ Ինչ որ եղել այ մինչև այսօր։ Ասված երևի բերելա քեզի իմ դուրս։
Ու միջև այսօր ասեմ քեզ, շատ քիչ եմ ես զբաղվում այդ գործով, Սոֆին հզոր մարդ է, հզոր աղջիկ է, ինքը կարում է այդ լրիվը մենակով դարձնի եւ ես իրանով հպարտանում եմ։ Մեկ չի ուզում ինձ խանգարի, ասում այնքան զբաղված ես, չեմ ուզում քեզի խանգարեմ, ասում աղջիկ ջան, ասա էլի։ Ասա ես էլ բայց անում եմ։ Բախտավոր եմ ես, ունեմ շատ մոտիկ ընկերուհիներ, հարազատից ավելի մոտիկ։ Ինչ բախտավոր եք։ Ես շատ բախտավոր եմ այդ կողմից ընկերուհիների, բարեկամների, հարազատների, ամուսինը, որ համբերատար ամեն առաջինն է։ Մայրս, որ ամեն ինչով ինձ օգնում է, տղաներս, որ ինչպես ասեցի, ինձ ասում են ինչու ես շատ աշխատում, ասում եմ ով է աշխատում։ Ես վայելում եմ։ Ես վայելում եմ իմ երեխեքիս, առավոտ դետում եմ տղաներիս այդ գործի, ամբողջ օրը նայում եմ ինչ են ուտում, ինչ են անում։ Դուք երկու լոքեյշններում էլ լինում եք։ Այո։ Կարծել ենք, երբ որ երկուսս մի տեղն է, մյուսս մի տեղն է, ես առավոտները փորձում եմ սկսել փոքր Կոզանյանից, հետո օրվա երկրորդ կեսը մինչև 8-ը լինում եմ family market-ում, Կոզանյան family market-ում, մոտիկ են, կարում ենք հետ առաջ անենք, շատ հետաքրքիր անցնում օրը։ Ինչ եք անում, օրինակ առաջին բանը, որ արթնացել եք, պատրաստում եք, գնում եք meat market։ Ինչ եք անում, առաջին բանը, որ մտնում եք ներս, ինչպես եք բարևում։ Ասեմ, հետաքրքիր է, ուրեմն ես որ սկսել էի այնտեղ Գայանեն մեր ամենահին աշխատողներից մեկը ինձ է ասել Սողոմոնին միշտ սուրճ կտաներ կամ չայ կտաներ։ Ինձ ասել ինչ ես ուզում Գայան, կոֆե թե չայ։ Միշտ չի կարում որոշեի, կոֆե եմ ուզում թե չայ եմ որոշում, չի կարում։ Գայան ասում էի դու որոշի, ինչ բերես։ Ուրեմն վերջի 6 տարին ես մտնում եմ, բարի լույս Գայանե եմ ասում, մտնում եմ գրասենյակ, Գայանեն հետևիցս գալիս է, մի հատ սուրճ, մի հատ չայ ձեռքը, ամեն առավոտ։ Դնում է, որ ես որոշեմ, որն եմ ուզում։ Գիտեմ, մտա, հետևիցս մի հատ չայ, մի հատ շուտ, եւ ինքը տարիքով կին է եւ իրանից միշտ այնքան շնորհակալ եմ, որ ինքը էտիկա չի անում, որով ես տերն եմ կամ շեֆն եմ, ինքը անում է, որով ես սիրում եմ, որով կարա չանի, որովհետեւ նա էլ ձեզ է սիրում։ Այո։ Հետո այդտեղ գործերը ավարտելուց գնում եք մյուս լոքեյշնը։ Վերջը, այո, ավարտում եմ, գնում եմ ժամը 1-ի կոմերը մյուս լոքեյշնը, արդեն վերահսկում եմ ինչ որ, վերահսկել է սենց բարի լույս, բոլորին փորձում եմ, որ ոչ մեկին չմոռանամ բարի լույս կամ բարի կեսօր ասելուց, որովհետեւ ես ընդունում եմ, որ դա կարևոր բան է, այդ էներգիան, որ մտնում ես ժպիտով քո, իրանք 6-ից են, չէ՞, շատերը աշխատում, հացթուխը 3-ից է աշխատում, որ մտնում եմ փռում եմ, ասում եմ բարի լույս բոլորիդ, հետո յուրաքանչյուր ֆռում եմ, ասում եմ բարի եւ ինչպես եք, բան, զգում ես, որ իրանց մոտ երկրորդ շունչ է արտնանում, էներգիա, Գայանե ջան, ինչպես ես, դուք ոնց եք, բան, մեկի անցնում եմ խոհանոցին, աղջիկներ ոնց եք, ուր եք հասե, իրանք սկսում են Գայանե ջան, ես ենք արենք, բա հիմա ինչ կա, ինչով օգնեմ, անցնում եմ մի հատ բան, մեկ եք մտնում եմ գրասենյակ, մտնում եմ Գոհարի մոտ, ասում եմ Գոհար, ինչ ա եղի, Գոհարը նստած հաշվարկ բան, լավ է, ես հետ եմ գնում աղջիկների մոտ, հետ եմ գնում, անցնում եմ խոհանոց, փուր, նույն ձևի, այդ նույն էներգիայով մինչև ժամը 8-ը։ 8-ից հետո գնում եք հայրիկ։ Գնում ենք հայրիկ, այո։ Այս վերջի ժամանակաշրջանին քիչ եմ հաճախում, այնտեղ ասենք Ավոն ամեն ինչ կարում անի, ես հեռակակարգով կարում եմ կարգադրել խոհանոցի մուզիկան նորոնա, այդտեղ շատ դեր չեմ խաղում, բայց խոհանոցի շարժմունքը, ուտելիքը, մենյուն, բանը ես անընդհատ կապի մեջ եմ կամ գլխավոր պովրի հետ, կամ Ավոն, որ մեր մենեջերն է, ինքը հիանալի ձևով ամեն ինչ դարձնում է, որ ես ոչ մի հարց, սենց անլուծելի հարց չի գալի իմ դեմ, դժվար հարց, որ չի լուծումը, եթե եկել է ինձ արդեն լուծումն է գտնված է։ Ավոն ասում է պրոբլեմը, հետնել ինձ արդեն ասում է լուծումը։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։
Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Դուք շատ մտերիմ շփվում եք ձեր աշխատողների հետ, բայց անշուշտ կան նաև խնդիրներ, անշուշտ լինում են նաև վեճեր։ Ցանկացած հարցի շուրջ։ Ինչպես եք դա շրջանցում, ինչպես եք լուծում, ինչպես աշխատել կոլեկտիվի հետ, որպեսզի ունենաք այն մթնոլորտը, ինչ որ դուք կարողանում եք ստեղծել։ Ես քանի որ համբերատար եմ, ձայնս ընդհանրապես բարձրացնել չունեմ, շատ հազվագյուտ կլինի, որ ես իմ ձայնս բարձրացնեմ, խիստ բնավորություն չունեմ, միշտ համոզիչ, համերաշխ, ամեն ինչ սիրում եմ բալանսի։ Եթե այս ներքևի խանութը շատ չի լինում հարցեր, որովհետև իրանք քանի երկար ժամանակ են իրար հետ աշխատել, իրանք իրար մեջ արդեն գիտեն, մի ընտանիքի նման ոնց որ կռիվ են անում, հետո կոֆե են խմում, այդքան հարց չկա, իսկ նորը առաջի անգամ գնացի երկու կին իրար հետ նոր աշխատողներն էին վիճում էին, ես հետ կայնակ բորում էի գոհար Իրանք այնքան մտերիմ էին իմ հետս, որ չէին մտածում ես տերն եմ, եւ հիմա երևի շատ ուրիշ խանութ է տեր բիզնեսմեն ասում են, ես ինչ տեսակի խանութ է դարձնում մի սենց փափուկ բնավորությունով կամ իմ աշխատողս այդպես չի։ Մարդ կա երկաթի ձեռ ունի մարդու աշխատացնումը։ Ես սրտով եմ աշխատացնում։ Մարդ կա տիպում ասում է ինձ պիտի հարգեք եւ աշխատում են։ Երևի ինձանից լավ են աշխատում։ Չեմ կարող ասեմ, իրանց բիզնեսային մոտեցումը կարող է ինձանից ավելի շատ արդյունք են ստանում, բայց ես սենց եմ ուրախ։ Դե դուք համ այդպես եք աշխատում, համ այդպես ուրախ եք եւ նաեւ արդյունքն է բավականացնում։ Այո, կարող մեկ ասի, գիտես, ես հիմա Կոզանյանը ինչ էի դարձրել, օհո, 10 անգամ ավելին էի, իմ աշխատողս տենց աներ կամ այդ մի բան ապրանք բերողը տենց աներ, ես է գիտեմ այդ ճանապարհը, այնպես չի որ չգիտեմ։ Ես է գիտեմ ինչպես իմ արդյունքից հասնեմ խստությամբ, բայց այդ ճանապարհը չեմ ընտրում։ Չիմանալուց չի, այլ ընտրությունն է։ Ես ընտրում եմ հասկացնեմ մարդուն ինչպես իմ տղաներից, ես սիրում եմ բացատրեմ ինչու է դա սխալ։ Ինչու ես չեմ ուզում այդ ապրանքը այդ ձև լինի։ Ինչի չեմ ուզում այդ սալատը այդ ձև, քան թե ստիպեմ ասեմ, էսենց պիտի եղնի, ես ուզում եմ, որովհետև ես այսինչ մարդն եմ։ Այո, չէ, ինձ էդի ինձի անձիս ուրախություն չի բերում։ Ես գիտեմ իմ իրավունքներս։ Ես սիրում եմ այս ճանապարհը։ Եվ գնահատվել են էդի իմ վրա խոսակցություն եկել է, որ ինքը ղեկավար չի, ինքը չի կարող խստություն մտցնի, ինքը չի իր աշխատողներին պատժում դերկեղ բարա կամ հանում գործից, երևի ես մարդ գործից չեմ հանում։ Դե երևի դա ամենամեծ պատիժն է մարդու համար, երբ ինքը գործ չունի այլևս։ Նորից չեմ կարող։ Այստեղ մի օր չաշխատես, չես կարող։ Չեմ կարող, զարմանալի բան է, այս մեր նոր տեղը ասում է, այս ինչ մարդը պետք է անվի, ասում են սպասին, մի հատ իրան գործ գտնենք, նայենք որտեղ հարմար տեղ կա, որ իմ խղճիս վրա չմնա համբերի էլի, մի հատ համբերի, միտեղ դասավորենք, որ հանգարց չմնա անգործ։ Սենց վրես է նամ, որով ինքը ուրիշ տեսակի տնօրենություն ունեցե ինձանից առաջ, ասում է, ինչ ես ասում։ Ասի խղճիս վրա չմնա, ասի ես պատճառ չեմ ուզում լինեմ։ Թեկուզ մի քիչ սարքենք, թեկուզ մենք այդանք անենք, արի համբերենք։ Ու էթիկա հավատա այդ աշխատողը ինձ համար ավելի շատ է մեկ աշխատում, իմանալով, որ ես իմ ուժս չեմ օգտագործում, ես ավելի շատ արդյունք եմ ստանում։ Դժվար ճանապարհատևում, երկարատևում, բայց դուք արդեն ընտրել եք այդ ճանապարհը։ Ես ընտրությամբ, ոչ թե չհասկացողությամբ, մարդ չկարծի, որ ես խստությունը չգիտեմ, ուղղակի չեմ ուզում այդ ձևով, ես ուրախ չեմ այդ ձևի, ես պետքա ուրախ լինեմ։ Գիտեք, հաջորդ հարցս պիտի լիներ, օրինակ, ինչն է առանձնացնում, ինչն է հատուկ, որ միայն Կոզանյանում է։ Բայց հիմա արդեն պատասխանն էլ հասկացա, այդ բարությունը, այդ մթնոլորտ, այդ վերաբերմունքը, ինչ որ դուք եք տալիս, դա էլ հենց Կոզանյանը ոնց որ առանձնացնում է։ Բայց եթե մենք խոսենք ներսում ապրանքների ու հենց կարևորը մսի հետ կապված, ինչն է, որ ես այդ միսը ուտեմ ու կասեմ, այս Կոզանյանի միսն է։ Մեր համեմունքը դրվում է իմ տղաներիս կողմից։
երկուսով են անում։ Երկուսով են անում։ Իրանք իրանց ռեցեպտ ունեն, իրանք Որը գաղտնիք է, վստահ եմ։ Այո, իրանք նախապատրաստում են ամեն մի Իսկ իրենք սովորել են ինչ որտեղ։ Ոչ։ Ուղղակի իրանց papai նման ուտեստի հետ սեր ունեն ու ես մտան համասարան ավարտած երեխաներ են Ամերիկայի ծնված հայկական մթնոլորտի մեջ չեն մեծացել, ասենք հոմետմենն ա եղել իրանց ամենաշատ հայկական մշակույթը։ Իրանք Լակինիադայում են մեծացել, Լակինիադա high school են գնացել, elementary են գնացել, ամերիկյան համասարաններ են սովորել, Դավիթ Մարտիկս գնացել է Riverside Cal Baptist University, ընդեղից է bachelor's արել, փոքր տղաս UCLA-ը սովորել, UCLA ֆուտբոլ է խաղացել Division 1, ընդեղից գնացել է Claremont McKenna Ivy League, սովորել է մտքումս չէր անցնում, որ իրանք կուզեն գան խանութի, բայց մեծ տղա շատ էր նստում իր պապիկի հետ, Սողոմոնի հետ շատ էր զրուցում ու այդ Սողոմոնը իրան որ սովորացնում էր, զգում էի, որ աշկերը փայլում է։ Ինքը պապ ասում էր, էսի ոնց է, պապ այն ոնց է ու այդ ձևի այդպես սեր առաջացավ միս պատրաստելու հանդեպ։ Իսկ փոքր տղաս, ասում մեկ ես կատակ կանեմ, կացեմ կեսուրս ճաշի նամը համովանում է։ Ձերքերը ինչ կպնի, համովա դուրս գալի։ Ոյ այդ այնքան լավ բան է։ Հա, so երկու եղբայր իրար հետ սենց ոնց որ իրարի բալանսի են բերում։ Մեկը միսերի մասնագետ է ընտրելու, մույսը ձերքը կպնում է, համեմունքը դնում է ու իրանք ոնց որ սարքում են ինչ որ դու կուզես քեզի համար սարքելու։ Գումար չեն խնայում։ Ոչ մի shortcut չեն անում։ Մենք ոնց տուն, մենք այդ միսը առնում ենք տունն ենք ուտում։ Դե ուզում հարցնել, օրինակ դուք ձեր համար, ձեր առիթների համար ձեր Մեր միսն միսն ենք տանում։ Իսկ մնացած ապրանքները էլի family market-ից եք վերցնում։ Չի տարբեր տեղից էլ եմ օրդեր անում, բայց այո, բայց միսը այն ձև ենք ուզում մատուցենք, ինչպես մենք ենք ուտում։ Մենք կարող է բացենք սառնարանը, մեջից միս առնենք, տանենք տունը խորոված անենք։ Դա Կոզանյանի միսն էր։ Դա Կոզանյանի, միստր Կոզանյանի երեխաների տերերի համեմունքով, իրանց ձեռքերով։ Գայանե, երբ իմացաք, որ արդեն հայրիկի հետ կապված խոսակցություններ կան, որպեսզի կարողանաք դուք էլ մասնակիցը լինեք տնօրենության հետ կապված եւ երգիչ Նորոյի հետ պիտի սկսեք աշխատել։ Ինչպիսին էր ձեր արձագանքը եւ տղաների ընտանիքի։ Նորոյի ընտանիքին, մամային, պապային, ես աշխատել եմ Նորոյի պապայի հետ, մաման է հիանալի անձա, տիկինն էլ հոյակապ ժողովուրդ են, մենք ընտանիքով մտերմություն ունենք, ոնց որ բոլորը միշտ երբ որ partnership ես մտնում, բան կա, չէ, ասենք մտավախություն, բայց շատ շուտ սովորանք, որ ես չեմ խառնվում իրա մասը, ինչ որ իրաններ, որից ինքը ես կարծում եմ հոյակապ գործարար է, մուզիկաներ, decoration-ներ, եւ ինքը երբեք չմտավ խոհանոց։ Մինչև այսօր չի խառնվել, որ ինչ ասել եմ, ասել է այո Կայան ջան, ասում համովա, հա, դու կարծում ես համովա, ասում եմ հա, օքեյ, ուրեմն համովա։ Եվ մենք այտենց հանգիստ harmony-ով աշխատել ենք մինչև այսօր։ Ես չեմ մտել իրա տարածք, ինքը չի մտել իմ տարածք։ Ձեր մի տղան ամուսնացած է, մյուսը ոչ։ Այո։ Աղջիկներ։ Այո, Դավիթս ոչ, շատ օրտնված եմ շատ հիանալի աղջիկով, որ հարսիկով, հարսիկ չեմ սիրում ասել։ Ինչ եք ասում։ Ինքը իմ աղջիկս է, իրանով հպարտանում եմ, ասված ամեմարդ իր սրտի համապատասխան տալիս է, եւ ես շատ բախտավոր եմ։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Orders Co POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Orders Co ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Մեր զրույցում եւ դուք անընդհատ խոսում եք ընտանիքի եւ ձեր ընտանիքի գլխավորի, այս դեպքում մոր մասին, որովհետեւ հիմա մայրն է ձեզ հետ։ Այդ կորուստներից հետո դուք ունեք ձեր մորը։ Այո։ Ձեր մայրը կարծում եմ, որ շատ մեծ
լումա ու ներդրում ունի ձեր, առաջինը ձեր, հետո քույրիկի, հետո արդեն թորների, հա։ Եղավ այդ փոխհատուցման ժամը։ Եղավ այդ փոխհատուցումը, ես չեմ սիրում այդ բառը փոխհատուցում, բայց մենք չէ որ ժամանակ անց հետո մենք ենք սկսում վերադարձնել այն, ինչ որ մեզ տվել են մեր ծնողները, եթե իհարկե կարողանում ենք եւ ուզում ենք։ Ծնողի հանդեպ փոխհատուցում ինչպես կլինի։ Սերը, որ ցույց ենք տալի, հարգանքը, նվերը ապրանքի ձևով չեմ կարող ես փոխացեմ։ Այդ գիտեք ինչ է ասում, ինչի է ասում ապրանքի ձև, որտեղ նախորդ զրույցի ժամանակ ասել եմ, որն է ամենաթանկ բանը, որ մամայի համար առել եք ու նվիրել եք ու ասեց իմ նվերները անգին են, չունեն, դրանք խոսքերն են, ժպիտներն են, վերաբերմունքն են։ Այդ որ գրում եմ I love you mom, my mommy, mamas դա է իր ուրախությունը։ Երբ որ ես ուրախ եմ եւ իրան թեկուզ նեղորից ես մամային ցույց չեմ տալի, որ նեղված եմ։ Ինքը կարծում է ես ուրախ եմ, այ փոխհատուցում եմ իրան, որով ինքը ինձ տխուր չի տեսնում, հոգնած չի տեսնում, զավակներիս իշքան է հոգնած լինեն չեն թողում տատիկները տեսնեն, որ իրանք հոգնած են։ Այդ է փոխհատուցումը, իմ ուրախությունս, իմ հանգիստս, իմ մամայիս փոխհատուցումն է իր արածի դեմ, որ ես հանգիստ եմ։ Իմ ամուսինս, որ ինձ թողում է, ես ապրեմ ոնց որ ուզում եմ ապրեմ։ Իսկ դուք ո՞նց եք ապրում։ Բիզնեսները կարար ինքը ասի, մենք որոշել էինք, որ այլևս չեմ աշխատելու ու 50 տարեկանից հետո մենք պիտի ինքը retire արեց, ես Դուք էլ եք ուզում որ չէ, կներեք։ So ես ինքը որ չի ասում, ամեն ինչին մեկ ով է լսեք, երկուսին տուն գալ ես, բայց ինքը որ տղաները ասում էին, մամա հոգնած ես, ասում էր, թողեք ձեր մամային հանգիստ, որ ինձի կողքիս էր կայնում, կարար ինքը քննադատեր, ինչի ես էսի անում, ինչի ես չարչարվում, կողքից նեղություն տար, այդ որ ինքը կողքից ինքը support է անում, չի նեղում ինձի, էթիկա գիտես ինչ մեծ փոխհատուցում է, մամաս տեսնում է, որ ես ապրում եմ ոնց ուզում եմ, ամուսինս ինձի չի նեղացնում։ Այ դա շատ կարևոր բան ասացիք։ Այո, so էթիկա էլա իմ ամուսնուս փոխհատուցումը իմ մամայիս իր։ Իդեպ ինչ հարաբերություններ ունեն։ Շատ լավ։ Փեսա եւ զոքանչ։ Զոքանչը առաջի 10 տարին էր։ Լուրջ դրա ժամկետը 10 տարի է։ Մեր մոտ ժամկետ ունեցավ, բայց ես երբեք կեսուր մամայիս հետ չունեցա։ Կեսուր մամաս հիանալի կին է։ Շատ բախտավոր եմ, կես այրես տարին դեռ չի լրացե։ Ցավալի էր իր մահը ու ինքն էլ է հիանալի, որ համբերում եմ նման հարցի հետ ձեռը, որ ես ժամանակ չունեմ, որ իրանց այդ արժանիկ ուշադրությունը։ Այո, ձեր հարստությունը մեծ է, որը դուք նաև կիսում եք, որտեվ ինչպես ասացի, ամեն մեկին տրված չի այդ հարստությունը կիսել, տալ, մարդիկ մորթապաշտ են, սիրում են իրենց սպահել, աշխատել իրենց, անել իրենց, հետաքրքիր է ու մեր վերջին նախազրույցի ժամանակ նաև ես նկատեցի, որ դուք անընդմեջ մատուցողին ասում եք շնորհակալ եմ, նայելով աչքերի մեջ։ Մեզ հետ զրուցում եք, բայց երբ գալիս էր դուք նայում եք իրեն, ասում եք շնորհակալ եմ, շատ բարեհամբույր։ Ես մի բան միշտ ասում եմ, քեզ էլ ասի կարծեմ, ամենա թանկ եւ էժան բառը thank you-ն է։ Ոչ մի գումար չես տալի այդ բառի համար, բայց իշքան դրա դեմ ստանում ես ու դեմին իշքան շոյված ազգում, լավ ազգում, որ քեզի դու շնորհակալ ես իր տրվածին, իր պայվածքին, իր հյուրասիրածը։ Գայանե, կա մի բան, որ դուք ուզում եք, որպեսզի ձեր family market-ում լինի, որ չկա եւ ինչ որ փոփոխություններ, ավելացում, հետագա պլաններ։ Ես փորձում եմ customer service-ը մի քիչ ավելի շատ բարելավել, դա ես գիտեմ, որ մի որոշ մեր խանութի, այս նոր խանութի թերություններից է։ Փորձում եմ դրա կողմ աշխատել։ Այսինքն Ներքևի Կոզանյանը ամիջապես երբ որ մտնում ես
Մոտենում եմ Հաստա ամերիկյան հայրիկում ռեստորանում է սերվիզը սենց Հա, սպասարկման ոլորտը Այո։ ուզում եք փոխել, ուզում եմ բարձրացնել։ բարձրացնել, էտիկա ժամանակ է տևում։ Իսկ նոր location-ներ, նոր բիզնեսներ, չնայած իրենք շատ են, թվով արդեն 5-րդ բիզնեսի մասին ենք խոսում, բայց էլի ինչ որ մի բան կարող եմ միտք ունենաք։ Հա, ես գիտեմ, մոռացել եմ։ Մայրիկ ռեստորանը։ Անցյալ օրը խոսում ենք էլի, ասեց ուզում եմ Մայրիկ ռեստորան բացեմ, բայց խոհանոցը կարծեմ ինչ խոհանոց եք ուզում։ Տարբեր կլինի։ Տարբեր։ Դե ասեցի Նորոյի հետ Հայրիկն եք բացել, Մայրիկն էլ ինձ հետ կբացեք, ինչ է եղել։ Նորոն էլ ասեց, որ Հայրիկին հետո կամուսնացնենք։ Մայրիկի հետ կդառնա մի մեծ ընտանիք կդառնա։ Այ գալիս է այդ ընտանիք զգացումը։ Մեր զրույցի հիմքը այսօր ընտանիքն է, համաձայն եք կան։ Ինձ ամենակարևոր բանն է, գումարից ամեն ինչից առաջ։ Քաղցած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Ես շատ ուրախ եմ, որ շատ շուտ եմ ամուսնացել, երեխաներս իմ հետ են մեծացել։ Ես մեկ մեծ տղայիս համար ասում եմ, դու գիտես, ես ու դու իրար հետ եք մեծացել։ Ես քեզ եմ մեծացրել, դու ինձ ես մեծացրել։ Իդեպ ձեզ մայր են ասում։ Մամային ասում, հա։ Փոքր տղայիս 27 տարեկան է, որ փոքր տղաս ծնվավ, ես զգացի մայր։ Տարիքս մեծ էր, իսկ մարտիկիս հետ ես մեծացա։ Եվ իրան մեկ բան ճոգողություն չեմ անում, բայց մի զգացմունք կա, որ ոնց որ իրա վրա ավելի եմ հենվում, հենարանս է, որով իրար հետ մեծացա։ Դե այդ նորմալ է։ Փոքր տղայիս հետ ավելի խելքի, ավելի մեր բնավորությունները նույնն է։ Բաժանել եմ այս փոքր տղայիս հետ, էսի մեծ տղայիս հետ։ Բայց այդ որ իմ երեխեքս իմ հետ մեծացան, եւ այս տարիքում ես 32 տարեկան տղա ունեմ։ Տատիկ եմ լինելու եւ ամենամեծ success-ս հաջողությունս ընտանիքս է։ Ոչ մի ուրիշ բան։ Այսինքն, եթե նայենք ձեր օրինակին, ապա ձեր խորհուրդն է անպայման կազմել ընտանիք, ունենալ ընտանեկան բիզնես, ապրել հաշտ, համերաշխ եւ երջանիկ։ Այո։ Մյուս ամեն ինչը Աստծո ճանապարհով ամեն ինչ լինում է։ Գայանե ջան, ես շատ շնորհակալ եմ ձեզ, որ դուք էլի եմ ասում, համաձայնեցիք ու եկաք, քանի որ գիտեմ ոչ միտեղ չեք գնացել։ Սա դեռ սկիզբն է, մենք դեռ պիտի համագործակցենք ու պիտի հանդիպենք, վստահ եմ։ Okay, մայրիկը կա։ Ճիշտ եք, մայրիկը կա, ու մայրերը թող միշտ լինեն։ Եկեք հաղորդումն էլ այդ թեմայով փակենք։ Ամենասուրբ, ամենակարևոր, ամենաջերմ, ամենատաքուկ անկյունը, որ կա, դա մեր մոր գիրկն է։ Ուր էլ որ լինես, որ տարիքում էլ որ լինես։ Այո։ Պահեք, փայփայեք ձեր մայրերին։ Այո։ Շնորհակալ եմ իսկապես։ Եթե դուք չեք եղել Կոզանյաններ Family Market-ում, ապա ժամանակն է այցելելու, համտեսելու, տեսնելու առհասարակ ծանոթանալու։ Եվ եթե դուք դեռ չեք հասցրել դիտել մեր էպիզոդները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որն է menuam.usa, եւ դիտեք մեզ։ Իսկ մենք կհանդիպենք։ Հաջողություն։